Կարասնորդած շրջանին կարևոր է գարտալ Սուրբ Գիրքը, որբեսի հոգևոր սնունդ ստանանք Աստուծո ամեն մեկ խոսքեն։ Սուրբ Գիրքի խոսքերը մեզի ուղեցույց կտան, որբեսի ճիշտ ձևով գալենք կյանքի ընթացքին։ Բահեցողությամբ մենք կճնշենք մեր բոլոր ցանկություններուն վրա, այսինքն մեր կամքը բարդացած կլանք մեր ֆիզիկական մարմնի վրա։ Գարտանք միասին Մատթեոս 5-րդ գլուխեն 33-րդ համարեն մինչև 48-րդ համարը, ուր գխոսենք երթումի մասին, քրիստոնեական ներողամտության մասին եւ սիրո բադվիրանին մասին։ Մատթեոս 5-րդ գլուխը 33-րդ համարեն մինչև 37-րդ համարը։ Դարձյալ լսած եք, որ ասված է հիներուն, սուտ երթում մի ըներ, այլ դիրոջ ըրած երթումները գադար է։ Բայց ես կսեմ ցեզի ամենևին երթում մի ընեք, ոչ երկինքի վրա, որովհետև Աստուծո աթոռն է ան, ոչ երկրի վրա, որովհետև անոր ոտքերուն բադվանտանն է ան, ոչ ալ Երուսաղեմի վրա, որովհետև քաղաքն է մեծ թագավորին, եւ ոչ իսկ գլխուտ վրա, որովհետև չես կրնար մազմա անգամ ջերմակ կամ սև ընել, այլ ձեր խոսքը թողլա այոն այո եւ ոչը ոչ, որովհետև ատկե ավելին չարեն է։ Մատթեոս 5-րդ գլուխը 38-րդ համարեն մինչև 42-րդ համարը։ Լսած եք, որ ասված է, աչք աչքիթեմ եւ ագրա ագրայիթեմ, բայց ես կսեմ ցեզի չարին հագարակ մի գնաք, այլ եթե մեկը ապտակ մը զարնե աչ այդիտ մյուսնալ թարցուրանոր։ Եթե մեկը ուզե քեզ թադիկ անչել շաբիգդ առնելու համար, պաճգոնը դալ դուրանոր, եւ եթե մեկը ըստիվե քեզ մղոմը ջամփա գդրել իրեն հետ, տուն երկու մղոն ալրե, քեզ մե խնդրողին դուր, եւ փող ուզողին երես մի թարցներ։ Մատթեոս 5-րդ գլուխը 43-րդ համարեն մինչև 48-րդ համարը։ Լսած եք անշուշտ, որ ասված է, սիրեք ու ընկերդ եւ ադեք ու թշնամիտ, բայց ես կսեմ ցեզի, սիրեցեք ձեր թշնամիները, օրհնեցեք ձեզ անիծողները, բարիք ըրեք ձեզ ադողներուն, աղոթեցեք անոնց համար, որ ձեզ գչարչարեն ու գհալածեն, որբեսի որդիներն լակ ձեր հոր, որ երկինքն է, եւ իր արեքագը գծակեցնե չարերուն ու բարիներուն վրա, եւ անսրևը գդեղացնե արդարներուն ու մեղավորներուն վրա, որովհետև եթե միայն ձեզ սիրողները սիրեք, ինչ է ձեր վարձքը, մաքսավորներն ալ նույնը չեն ըներ, եւ եթե ձեր եղբայրները միան ողջունեք, ինչ ավելի գնեք կամ մաքսավորներն ու մեղավորները, անոնք ալ նույնը չեն ըներ։ Ուստի դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր հայրը կատարյալ է։ Սուրբ Գիրքի ընթերցումով մեր հոգին գլիանա Աստուծո խոսքերով, որբեսի կարողանանք դիմակրավել բոլոր դժվարությունները։